Իմ պայքարի եւ հաղորդակցության ամենաարդյունավետ միջոցներից մեկը օրինակ իմ սոցիալական ցանցերի էջերն են եւ ուղիղ եթերները եւ կարծում եմ որևէ բան արդեն պրոբացիայի ծառայության բարձաբանումից հետո հասկացանք չի խանգարում որ ուղիղ եթեր մտնի ձեր նշած մարդը եթե հեռախոս ձեռք բերելու խնդիր ունի կարող ենք աջակցել նույնիսկ ինտերնետը եւ հեռախոսի չի ապահովել մենք որևէ մեկի դեմ չենք պայքարում, մենք պայքարում ենք հանուն Հայաստանի Հանրապետության եւ այդ պայքարը շարունակելու ենք։ Մենք երբեք եկեղեցու դեմ արշավ չենք արել, եկեղեցու դեմ արշավ արել է եւ անում է Կտրիչ Ներսիսյանը իր հակաքրիստոնեական, հակաբարոյական եւ հակաարժեքային խմբակի հետ, ինչ վերաբերում է իմ անձնական կյանքի մասին ձեր պնդմանը, կներեք դա համարում եմ սադրիչ եւ տափակ պնդում եւ ասեմ որ եւ ես ասեմ որ Հայաստանի Հանրապետության վարչապետը երբեք որևէ մեկի հետ իշխանություն չի կիսել եւ չի կարող կիսել եւ կարծում եմ դա պետք է ընդունեք ի գիտություն։ Դուք ասում եք Սամվել Կարապետյանը հնարավորություն ունի այլ մոտի վստահ հեռախոսական ունի կարող է ուսուցիչներին ապահովել, ասենք թե կառավարության անունով կարող է մտնել, բայց նա անազատության մեջ չի կարող դուրս գալ եւ հավասարի քարոզարշավանալ ինչպես դուք եք հիմա օգտագործում եք հնարավորությունը անում կամ թիմակցներ։ Հիմա ձեր թիրախը կոնկրետով է Քոչարյանը, Թաթոյանը, Սամվել Կարապետյանը, Սերժ Սարգսյանը, նախկինները առհասարակ օրին ասում եք պետք է երբեմն հանգիստ թողնել։ Երբ որ ձեր նշած անձը Հայաստանի բոլոր ընտանիքների բոլորի վրա հոսանքի հավելագրումներ էր անում ինքը այդ ժամանակ հավասարի հետ էր անում բոլորի հետ։ Նախորդ անգամ ասացիք մեր տունը ստուգեցի, մեր տանը հավելագրում չի եղել։ Շատ լավ, փողերի լվացում անելիս հավասարի հետ, չգիտեմ։ Կարծում եք փողերի լվացման դեպքից եք։ Ինչու հիմա հիշեցիք այդ մասին։ Եթե այդպեսի բան Փողերի լվացման գործը ես չեմ հարուցել, ես գործեր չեմ հարուցել։ Դիալոգի չեք վերածում, հաջորդ հարցը Աննա Կզիրյան։ Հիմա չի հարուցվել է բավականին վաղուց։ Շնորհակալություն, պարոն վարչապետ, իմ հարցը վերաբերում է Հայաստանի էլեկտրական ցանցերին։ Ռոմանոս Պետրոսյանը օրերս լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում նշել էր, որ կա որոշում 100%-անոց պետականացնելու մասին։ Կխնդրեմ նշեք, թե այս գործընթացի հիմքում ինչ հաշվարկներ կան, ինչպիսի ծանրաբեռնվածություն կլինի բյուջեի վրա, մանավանդ որ թոշակների բարձրացմամբ կան կարծիքներ, որ դրանք դա ռիսկային քայլ է բյուջեի համար։ Այդ որոշումը ընդունվել է ընկերության շուկայական արժեքի փորձագիտական քննարկման եւ եզրակացության արդյունքում նախնական ցավոք ընկերության եւ կրիտիկական ենթակառուցվածքների իմաստով բարեբախտաբար բյուջեի իմաստով մեծ ծանրաբեռնվածություն չի լինի բյուջեի համար։